Մեկ ամիս մնաց և վերջին զանգը հեռուստասերիալը մոտենում է իր ամենավտանգավոր, ամենախճճված ու ամենաապշեցնող փուլին, մոտենում է ավարտին և ստի շղթաները դանդաղ, բայց անշրջելի կերպով բացվում են։ Այն, ինչ տարիներ շարունակ թաքցվել էր լռության ու մութ գաղտնիքների հետևում, հիմա ավելի մոտ է բացահայտվելուն, քան երբևէ։ Հիմա արդեն գրեթե բոլորը գիտեն ճշմարտությունը, բոլորը, բացի Անգելինայից և Աննայից։ Սա ամենավտանգավոր պահն է, որովհետև հենց այդ երկու կանայք են, որոնց կյանքերը այդ ճշմարտությունն ընդմիշտ կփոխի։ Անգնահատելի դեր ունի այս ամենում, իհարկե, Սոսը, ով արդեն բացահայտել է ողջ ճշմարտությունը։ Ինչ կզգա Աննան, երբ իմանա իր տարիներ առաջ կորցրած դստեր ճակատագիրը։ Ինչպես կդիմանա Անգելինան, հասկանալով, որ ողջ կյանքը ապրել է խաբեության մեջ, ուրիշ ընտանիքի անունով, ուրիշ ճակատագրով, երբ իրականում ծնվել է այն մարդկանցից, որոնցից կյանքը նրան կտրել են մանկուց։ Բայց մինչ այդ ճշմարտությունը հասնի հասցեատերերին, սերիալում սկսվել է ամենավտանգավոր շրջանը, մարդիկ փորձում են լռեցնել միմյանց, մարդիկ պայքարում են ճշմարտության դեմ, մարդիկ ուղղակի խուճապի մեջ են։ Լիլիթի ու Բագրատի գաղտնի խոսակցությունը լսելով, Անետը դարձյալ կանգնած է իր սովորական տեղում՝ լռությամբ, խաղալ ուրիշների ճակատագրերով, թե վերջապես բացել բերանը։ Նա շատ լավ գիտի, եթե ասի Աննային ճշմարտությունը, ապա կփրկի նրան։ Անետը մեկ անգամ արդեն դավաճանել է Աննային, չասելով, որ Սոսը ողջ է։ Արդյոք այս անգամ էլ կլռի, թե կորոշի խոսել ու բացել Աննայի աչքերը։ Այս պահին սա ամենաշատ սպասված հարցերից մեկն է։ Նոր տեսանյութերից էլ պարզ է դառնում, որ Հենրին փորձում է լռեցնել Սոսին, այն Սոսին, ով վերջապես ամեն բան հասկացել է, այն Սոսին, ով պատրաստ է բացել գաղտնիքը և ասել ճշմարտությունը։ Սոսը վիրավոր է, բայց դեռ ողջ է։ Նրա գլխավերևում կանգնած է հենց Հենրին, ահա այսպիսին են հրապարակված տեսանյութերն ու լուսանկարները, որոնք արվել են նկարահանման հրապարակում։ Հենրիի միակ մտահոգությունն հիմա այն է, որ Անգելինան չիմանա իր կատարած մեղքի մասին, ավելի շուտ՝ այն մեղքի, որը թաքցրել է իր հոր պատճառով։ Նա դավաճանել է Անգելինային՝ լռելով։ Հենրին շատ լավ գիտի, որ եթե Անգելինան իմանա ճշմարտությունն, ապա այլևս երբեք նրան չի ների։ Ոչ մի անգամ, ոչ նրա սերը, ոչ նրա բացասական ու դրական կողմերը, ոչինչ չի փրկի իրավիճակը։ Ու հիմա ամեն բան կախված է մի քանի վայրկյանից՝ Հենրին փրկելու է Սոսին, թե ընդհանրապես հակառակն է լինելու՝ լռեցնելու է նրան։ Տեսանյութում այս ամենը դիտմամբ թաքցված է, ինտրիգը պահպանված է։ Դիտողը դեռ չի կարողանում հասկանալ, թե տեսանյութում Հենրին փրկում է Սոսին, թե հենց ինքն է Սոսին առևանգել ու պահել մի տեղ։ Սոսը վիրավոր է, որպեսզի Անգելինան չիմանա ճշմարտությունը։ Առաջիկայում սպասվում են հետաքրքիր շրջադարձեր։ Երկու կողմում էլ ճշմարտությունը պատրաստ է պայթել։ Ավագը պատրաստ է ամեն բան ասել, Բետին պատրաստ է բացել իր խաղաքարտերը։ Միքայելի համար վերջի սկիզբն է, Սոսն էլ միակ մարդն է, ով կարող է ասել իրականությունը, բայց այժմ վտանգի տակ է։ Աննան ամեն բանից անտեղյակ է, Անգելինան այս իրավիճակում ամենախաբվածը։ Եվ այս ամենը կբացահայտվի ընդամենը մեկ ամսում, և սերիալը կմոտենա իր տրամաբանական ավարտին։ Դիանա Գրիգորյանի մութ, խճճված և աներևակայելի դրամատիկական պատմությունը մոտենում է պայթունավտանգ ավարտին։ Հաջորդ սերիալներն արդեն սովորական չեն լինելու։ Դրանք լինելու են ճակատագրական ու հետաքրքիր, ու ամեն հարց, որ հիմա կախված է օդում, կամ կծածկի կյանքեր, կամ կփրկի ընտանիքներ։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Տեսանյութի մեկնաբանություններ բաժնում էլ չմոռանաք գրել՝ արդյոք Անետը կհասցնի բացահայտել ողջ ճշմարտությունը և ասել Աննային, որ իր երեխան ողջ է, ավելին՝ նրա դուստրը Անգելինան է։
Իսկ Սոսին կհաջողվի փրկվել Հենրիի, Հենդոյի և Միքայելի ճանկերից։ Տեսանյութերից պարզ է դառնում, որ ծանր վիճակում է հայտնվում նաև Արամը։ Արամը ծեծված հայտնվում է տանը և նրան օգնություն են ցուցաբերում մայրն ու կինը։ Ով է նրան այդ վիճակի հասցրել և ինչն է պատճառը, ցույց կտա ժամանակը, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը տեղեկացված լինելու, միացեք մեր ալիքին, տեսանյութի մեկնաբանություններ բաժնում էլ գրեք ինչ եք կարծում, ինչ է սպասվում ավարտին և արդյոք Դիանա Գրիգորյանը կարդարացնի հեռուստադիտողների սպասելիքները, թե ոչ։ Գրեք նաև, թե որ դերասանին կամ դերասանուհուն կցանկանայիք տեսնել Դիանա Գրիգորյանի հաջորդ նախագծերում, քանի որ նրա հաջորդ սպասված նախագիծը երկար սպասեցնել չի տա։ Հունվարից հեռուստադիտողներն ականատեսը կլինեն Դիանա Գրիգորյանի նոր հեռուստասերիալի ցուցադրությանը, այնպես որ բաց մի թող քո հնարավորությունը։